տեղի ունեցավ ՄԱԿ-ում Ալիևի ելույթը եւ Նիկոլի։ Տեսեք, Ալիևի ելույթը դա ստանդարտ ելույթ էր, ինքը հաղթանակած երկրի ղեկավարի ելույթ էր, ցույց էր տալիս, որ փաստացի Ադրբեջանը այսօր տարածաշրջանի գերակա դոմինանտային երկիրն է դարձել, եւ ինքը հպարտանում էր այդ բանով, եւ իր ելույթի մեջ բոլոր ձևակերպումները կար, այն ինչ որ կար։ Փաշինյանի ելույթը դա քաղաքական մուրացկանի ելույթ էր։ Չէ, խաղաղություն բերող ելույթ էր Ալիևը, նախ մի հատ է ասեք, որ խաղաղության ելույթ Ալիևի ելույթը դա իր երկրի համար հպարտության ելույթ էր։ Այդ ելույթը ցույց էր տալիս, որ ինքը հաղթանակած երկիր է։ Այդ հաղթանակած երկրով ինքը հպարտանում էր, ինքը իր համար այդ հաղթանակը լեգիտիմության լրացուցիչ աղբյուր է դարձել իր ժողովրդի համար։ Սա միանշանակ է։ Նիկոլ Փաշինյանը դա քաղաքական մուրացկանի պարտված մարդու ելույթ էր, ընդ որում ոչ միայն պարտված մարդու, այլ նաև շատ միջազգային փորձագետներ շշմել էին այս մարդու անփորձության աստիճանի վրա։ Նախ եւ առաջ ինքը հպարտանում էր գիտության, էլի։ Մի քանի դետալներ ասեմ։ Նախ ինքը հպարտանում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ 10-12 կիլոմետր արդեն դելիմիտացված դեմարկացված է։ ՄԱԿ-ի ամբիոնից նման բան հայտարարել հարգելի ժողով։ Դա ծիծաղի դուք բոլորդ խայտարակ եք եղել, ես ասեմ ձեզ իմանաք։ Դուք որպես ազգ բոլոր միջազգային փորձագետներն ասում են ախպեր, այսինչ երկիր է, այսինչ ժողովուրդ է, որի ղեկավարը այս մանկապարտեզի մանկարտակի բանը ասում 10-12 կիլոմետր դեմարկացիա դելիմիտացված է, ինքը ներկայացնում է ՄԱԿ-ում, հա։ Հաջորդը ինքը անվանում է եղբայրական Վրաստանին եւ Իրանին, որը ճիշտ է։ Ինքը ծտուն չի անում Ռուսաստանի մասին, որը Հայաստանի այսօրվա անվտանգության գլխավոր երաշխավորն է, եւ ինքը Ռուսաստանի դերը դիտարկում է բացառապես գումարած 3 ֆորմատի մեջ։ Իր ելույթը նայեք։ Հաջորդը իր ելույթի մեջ արևելյան մակարդակի քծնանք, թուրքական քծնանք առ Էրդողան։ Դուք հասկանում եք, ըստ տպարությունն է, որ ինքը նոր հայր է գտել։ Մոտարապես նման այն բանը, երեխան ման էր գալիս իր հորը կորած հորը ման էր գալիս այն հնդկական կինոների մեջ։ Չէ, որ իր երեխան ծնվել է, բայց իր հորը չի ճանաչել։ Հիմա ինքը նոր հայր է գտել, հասկանում եք, այս մարդու ձևակերպումները դա վիրավորական է մեր ժողովրդի համար։ Էրդողանը, Էրդողանը, որը փաստացի երկրորդ Ղարաբաղյան պատերազմում բացահայտ աջակցեց Ադրբեջանին, որը չեր թաքցնում, որը հայտարարում էր, որ Ադրբեջանը պետք է դատական բաներով միջազգային բաներով այսպես ասած Հայաստանից տարածքներ գրավի, այդ Էրդողանն այդ մարդը քծնում է։ Ես մի հարց եմ տալիս մեր ժողովրդին։ Այն մարդկանց, մեր ժողովրդին չէ, մեր ժողովրդին, այն մարդկանց, որոնք իբր թե Նիկոլ Փաշինյանի կողմնակից են, դուք ունեք արժանապատվություն։ Դուք ունեք մարդկային տարրական արժանապատվություն, որ հələ մի բան էլ հիմնավորում եք, որ այս մարդուն կարակ աջակցեք։ Դա ամոթ չի ձեզ։ Այդ ամոթ չի, որ այն հացը որ տալիս եք ձեր երեխաներին, այդ երեխաները որ դուք չեք ամանչում, դուք ձեր երեխաների ապագայի մասին եք մտածում, թե այսօրվա կուշտ ձեր փորի մասին եք մտածում, որ այս մակարդակի բանը խայտարակ մակարդակը դուք կանեք մարսեք։ Դա ամոթ է պրոստը մեր ժողովրդի համար, ես ուս ասելու բան չունեմ։ Քծնանքը Տրամպին, այդ Տրամպի հանդեպ քծնանքը դա պիծաղելիա, դե ստեղ մի քիչ այդքան ամոթ չի, որտեղ Տրամպին Ալիևն էր քծնում, բայց Ալիևի քծնանքի մեջ շահ կար։ Իր քծնանքի բանը որն էր։ Ինքը բացի դրանից խնդրում էր Էրդողանին, որ Էրդողանը այսպես ասած զսպի, որ Ալիևը ճշմարտություն չասի, որտեղ Ալիևը որ ասում է Զանգեզուրի միջանցք, դա հայ հասարակության վրա ազդում է եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ընկնում է եւ Նիկոլ Փաշինյանը բողոքում էր ՄԱԿ-ից, ասում էր պարոն Էրդողան, բառը հանի, ուզում ես մի 10 հատ էս միջանցք տամ։ Հա, խնդրում եմ, այն ինչ որ տվել եմ Ադրբեջանին, անունը դրել եմ Տրամպի միջանցք, շատ եմ խնդրում, այդ մարդուն մի ասեք, որ ինքը ճշմարտությունը ասի։ Ասեք, որ կանանք խափենք, հասկանում եք Ժորժան, այս մարդու դրա համար է ինքը Ալիևից բողոքում։ Ալիևից բողոքում ասում է, Ալիևը ինձ ճշմարտությունը բացում է, եւ ես չեմ կարողանում իմ ժողովրդին խափեմ։ Հարգելի Էրդողան, հարգելի Տրամպ, ազդեք այդ կեղտոտ Ալիևի վրա, հասկանաս, բայց Ալիևը ավելի ազնիվ է այդ իմաստով։ Ալիևը ասում է իրականությունն է ասում, եւ ավելին, երբ որ իրան բացատրում հարցնում են, ասում են դու ինչ ես ճշմարտությունն ասում, ինքը ասում է ես նպատակ ունեմ կնքել համաձայնագիր ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ, այլ Հայաստանի ապագա ղեկավարի հետ, որտեղ ասում է ինձ կարևոր է որ հայ ժողովրդի հետ կնքեն պայմանագիր, ես ուժեղ դիրքեր ունեմ, թող գանի մեծ կնքեն։ Ես գիտեմ որ Ալիև քանի որ Փաշինյանը դավաճան է, իսկ դավաճանի ժամանակը երկար չի, ես չեմ ուզում ստավկա դնեմ դավաճանի վրա, ի տարբերություն Էրդողանի։ Սա է ի տարբերությունը Էրդողանի եւ Ալիևի, որից դժգոհում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքի իմաստը դրա մեջ է։ Էսա խնդիրը։ Տեսեք, դուք ասացիք, որ ինքը ոնց որ թե իր կորած հորն է գտել, մորն է գտել, չէ՞։
Հետաքրքիր էր երեք մի բան կարդացի, ես անպայման ուզում եմ փոխանցել։ Ու պետք է ասենք ում մասին է սա։ Ամենուրեք տիրում էր քաոսային դրություն, իսկ նա ամենից կարևոր ստիպողական գործը համարում էր իր սեփական իշխանության ամրապնդումը։ Նախ եւ առաջ հեռացրեց այն պետական անձանց, ովքեր կազմակերպել կամ հեշտացրել են իր իշխանության գալը։ Նա հեռացրեց ամեն զորավարներին, որոնք անկախ մտքի կամ ինքնուրույնության գաղափարի ամենափոքրիկ տրամադրություններն էին ցույց տալիս, իսկ նրանց տեղը նշանակեց իրենց նվիրված նորաթուխ երիտասարդների։ Ոստիկանական մի նոր բան ստեղծեց, որ իսկական բանակի չափ էր, բայց ավելի լավ զինված, ավելի լավ հագնված ու ավելի կոշտ։ Ու մասին է հետաքրքիր է, որովհետև սրանց նկատմամբ հատուկ հոգատարություն էր ցուցաբերում, որ միշտ պատրաստ լինեն իրեն պաշտպանելու եւ անձնվիրությամբ ծառայելու, որպեսզի ապահով լինի բոլորի մեջ փոխադարձ անվստահությունը, կասկածամտությունը թույն էր սերմանում։ Նա լցրել էր դատարանական ատյանները այնպիսի մարդկանցով, որ գաղափար անգամ չունեն իրավաբանությունից եւ օրենքից։ Նրանց ձեռքով բանտարկել էր տալիս մարդկանց եւ դատավճիռներ էր անձամբ ում մասին է ձեռքը։ Այդ ձևակերպումը կարելի է տալ բոլոր փոքր եւ մեծ դիկտատորներին։ Դա կարելի է տալ եւ Նիկոլ Փաշինյանին, եւ Էլչիբեին, եւ Սաակաշվիլիին, եւ Էրդոğանին։ Մնում էր զարմացած, թե ինչպես կարելի է, որ մի մարդ առանց կրթության, առանց միջև անգամ տարական դաստիարակության հասնի մի այնպիսի շշմելու բան է, ոնց որ սրա մասին լինի, ընդունակության, որ կարողանար շահագործել ամբողջ ժողովուրդը։ Ինչ կարդում ես, մի հարվածով նվաստացնում տապալում էր ամենակաջ մարդկանց, որոնք իրավունք ունեն ստանալու շքանշաններ, իրենց նրանց փոխարեն Հիտլերի մասն էլ կարելի է ասել։ ամբողջությամբ, ուրեմն սա գրվել է Աբդուլ Համիդի մասին։ Հա։ Իր ժամանակների։ Հասկանալի է, այո։ Սա հրապարակում է 1907 թվականին իր մասին 1/1 ես կարդում եի, ում մասին է սա։ Դա վերաբերում է այս նույնիսկ մասին։ Տգետ բռնակալների, բոլորի, այդտեղ այդ ասենք ավտորիտար համակարգչած բռնակալների, ողորմելի, թշվառ, ագրագետ։ Թուրքիայում ընդդիմացության Հիտլերի կարելի ասել, Աբդուլհամիդին կարելի ասել, այս ազգակործանին տիպի։ Պարկեշտ ազնի մարդիկ աշխարհի իրար նման են, բոլոր սրիկաները, բոլոր մանր մարդիկ, բոլոր մանր դիկտատորները իրար նման են։ Սանդուն նման չի Փաշինյան, նույնն է։ Իրենց շրջապատներն են նույնն են։ Երբ որ Հիտլերի մասին ասում են, արդյոք ինքը այնպեսի վախի մթնոլորտ էր ստեղծել, այնպես էր արել, չգիտեմ, այնպեսի քարոզ է, չգիտեմ ինչ կարողացավ մարդկանց բերել, ասում է, ոչ վերլուծաբաններից մեկը, ոչ, ասում է, այդ այլանդակությունները մագնիսի պես գալիս ձգում են այդ այլանդակության, ինքը իրանման այլասերված այլանդակների է ձգում տանում անբարոյականների։ Պարզապես մի նրբություն կա, անկախ ամենից Հիտլերը այնուհետ իր ժողովրդի համար էր անում։ Չէ, ոչ թե իր ժողովրդի համար չէր անում, իր ժողովրդին կկործանեց։ Չէ, բայց ինքը ասում էր դուք ընտրյալ ազգ ենք մենք։ Ահա, բայց ինքը հավատում էր այդ գաղափարին։ Այո։ Ինքը հավատում էր։ Այս բոմժը չի հավատում։ Պոպուլիստ է ինքը, այս մարդը։ Հիմա տեսեք, որպեսի համատենք, այս մարդը ասում է ուշադիր լսի ինչ ասում։ Ասում է ես 19 թվականին հասել եմ Արցախը Հայաստանի վերջ, որտեղ ես այդ ժամանակ սովետական ազգայնական մտածողության մեջ էի։ Հետո իմ մոտ մի քանի տարի հետո փոխվեց իմ մտածողությունը Էրդողանի հետ շփվելուց հետո, հասկացա, որ սովետական ազգայնությունը շահավետ չի արդեն։ Հիմա Էրդողանի խմբագրական ազգայնականությունն է հետաքրքիր, որտեղ պետք է ասեմ Արարատը Հայաստան չէ եւ վերջ։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այս մարդու տարբերությունը, այս մարդու Սանդուի բանի, դրանց տարբերությունը Հիտլերից մենակ դրանով է։ Հիտլերը հավատում էր իրանք բոլորն էլ մահաբեր գաղափարներ են։ Հիտլերի գաղափարը իհարկե սարսափելի գաղափար էր, համատելու բան չի իհարկե, էլի, բայց Հիտլերը հավատում էր, Հիտլերը, Գեբելսը, Գերինգը, իրանք հավատում էին իրենց գաղափարին։ Դրա համար Գեբելսն ու Հիտլերը ինքնասպանությամբ չավարտեցին այս կյանքը։ Հիմա պատկերացրեք Հիտլերը 45 թվականին հայտարարել, որ ես հիմա խաղաղության խաղ մելուկ եմ ուզում սարքեմ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի հետ։ Գերմանացիները ոնց կտեսնեին, ոնց ինչպես կգնահատեին Հիտլերին։ Ու Հիտլերը ամենտեղ ասել, որ իմ հոգեվոր հայրը Ստալինն է։ Դուք հասկանու եք ինչ կներ։ Պատկերացրեք ինչ կներ։ Հիմա Հիտլերը հայտարարել, որ իմ եղբայրը Չերչիլն է, իմ հոգեվոր հայրը Ստալինն է, իմ հարազատ աղբերը, չգիտեմ, Շարլ դե Գոլն է։ Եվ հա, բայց այդ եմ ուզում ասեմ, եւ պատկերացեք հիմա սա գերմանացիները կծաղրեին, ծիծաղեին, չէ, Հիտլերի վրա։ Հասկանում եք։ Հիմա նույն ձևի ծիծաղում են այս մարդու ամբողջ աշխարհում են ծիծաղում։ Մեր ժողովրդի 70%-ը ողբերգական վիճակի մեջ է, то есть զզվում է այս վիճակից։ Ինքը ուզում է օրը դուրս գա։ Աշխարհը ծիծաղում է։ Մենք ինչի չենք ծիծաղում, որտեղ մենք ծիծաղենք, մեր վրա ծիծաղեն։ Սա է խնդիրը։ Որտեղ մենք ենք ընտրել։ Տեսեք, մի ուշագրավ բան քիչ առաջ ինձ ուղարկեցին,
ուրեմն Telegram ալիք է 5 միլիոն հետևորդով, սա արդեն երրորդ հրապարակումն է։ Ես կարծում եմ պիտի սրան անպայման արձագանքն այնպես չէ, որ նախկինում ինչ են ասում են, մեկը գնում է մի հատ կայք է բացում եւ հրապարակում անում, մենք դրան չենք անդրադառնա, երբ որ գրել էին, որ Կանադայում եւ Միացյալ Նահանգներում թե ինչ ունի շատ մեծ Telegram, ես կուղարկեմ կտեսնեք, որ գրել են 17 միլիոն դոլարով Նիկոլա ձեռք է բերել Կանադայում մեծ շքեղ այսպես դղյակ, թե ինչից է կազմված բան, որ այնտեղ մեծ դերակատարում է ունեցել Արփինե Խանջյանը, ինչպես են կազմակերպել, ինչ են արել։ Ես կարծում եմ մենք պիտի սպասենք սրա նաև պատասխաններին, չէ, որտեղ դուք միշտ ասում եք, որ ինքը պատանդի կարգավիճակ, չէ, ասում եք, որ ինքը մենակ իր կաշվի հարցն է լուծում, գուցե ձեր ասածը ճիշտ է, մարդը այս հարցերը լուծել է, որ հետո կաշվի հարցը լուծի գնա։ Չի բացառվում, բայց ես միշտ նման տիպի ինֆորմացիաները մի քիչ վերապահում եմ վերաբերում։ Ասում եմ շատ մեծ տեղանքն է, թող արձագանքեն, ասեն, հիմա հո չեն կարող ասել, 3 առաջ օրը բացել են մի կայք, հրապարակել են։ Խնդրեմ, տեսեք, 5 միլիոն հետևորդ ունեցող Telegram ալիքներում այսպիսի հրապարակումներ։ Ես մի բան ասեմ ձեզ, էլի, քանի որ նախկինում իրանք տարբեր մարդկանց մասին տենց բաներ էին հրապարակում, ստեր, իրանք այդպես են։ Ես ինքս միշտ այն մոդելով եմ շարժվել, որ հարգելի ժողովուրդ, ես ինքս համարում եմ, որ մարդկանց խաբելը պոպուլիզմը դա ամենամեծ սրիկայությունն է այս աշխարհում։ Բայց տրամաբանական է, պարոն Ոզյան, եթե դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը այսօր լուծում է միայն իր անձի հարցը, իր կաշվի հարցը փախնել դրա, բա պետք է ունենա, չէ՞ ինչ որ բաներ գնա։ Հասկանում եմ, բան չունեմ ասելու, բայց եթե ես փաստեր, ես տրամաբանական ասում եմ, սա հրապարակել են, պատահական բան չի, սպասում ենք արձագանքին, բան չեմ ասում։ Թող արձագանքեն, հասկանան, գուցե սա իսկապես սուտ է, թող արձագանքեն, տեսնեն, որտեվ ճիշտ եք ասում, բայց սա Նիկոլի չէ, իրենց չէ, սա այլանդակ, այդ գլոբալիստական արևմուտքի քարոզի բաներ։ Հիշում եք, ասում էին, որ Ուկրաինայի նախկին նախագահը Յանուկովիչը, ասում էին Յանուկովիչը, անկեղծ ասեմ, ես էլ էի հավատացել։ Հա, բայց դա դրաման եմ ասում։ Այսինքն այնպիսի այլանդակ քարոզեր գնում, որ տանը ես իմ քանի հատ ոսկե զուգարանակոնքեր կան, չգիտեմ, ես կային ասեցի, ինչ այլանդակ։ Յանուկովիչի այդ ոսկեզոծ զուգարանների մասին որ խոսում է։ Հիմա բացահայտվել է Զելենսկիի շրջապատի ոսկեզոծ զուգարանների մասին եւ այնտեղ մարդիկ են ի հայտ եկել, որտեղ միլիարդավոր դոլարներ ունեն եւ ոսկեզոծ զուգարաններ։ Դե ասում են հերո պետք չի գնալ, դուք գնացեք տեսեք Լոնդոնում եւ Ցյուրիխում կոնկրետ այդ երկու տեղը, որտեղ մարդիկ կանից փոխանցեցին, դուք տեսնեք թե այս իրանց նախկին թիմի այդ բաները ինչ հաճույքներ, ինչ հարստության, ինչի մեջ են ուկրաինացի պաշտոնյաները։ Ես ասում եմ, որ այդ շրջանակները, այդ այսպես ասած, այդ արևմտյան կենտրոնները իրանց պատմության մեջ բացի այդ Գեբելսի ամբողջ այդ քարոզչական այդ ուսմունքը իրանք ֆունդամենտալ սովորել են։ Տեսեք, մարդիկ Զելենսկիին բերեցին իշխանության, որ գալիս է խաղաղության, չէ՞։ Խաղաղությամբ մարդը եկավ, իրան սադրեցին մինչև վերջ Ռուսաստանի դեմ, որի արդյունքում այդ 50 միլիոնից Ուկրաինայից 10 միլիոն մարդ, 10 միլիոն մարդ, 10 միլիոն մարդ գտնում արտերկրից դուրս, այսինքն Ուկրաինայից դուրս, 1 միլիոն 700,000 մարդ կամ անհայտ կորած է կամ սպանված 1 միլիոն 700,000 մարդիկ կարտացեկայ բաները բացել, այդ հակերները բացել են եւ այդ մարդկանց կոնկրետ անուն ազգաններով 1 միլիոն 700,000 մարդու անհայտ կորած եւ սպանված մարդիկ։ Դուք հասկանում եք, եւ այդ մարդիկ երազում էին գնալ ԵՄ անդամ դառնալ, դարձան ԵՄ անդամ, բայց գետնի տակ։ Հասկանում եք ի՞նչն է խնդիրը, արգելի ժողովուրդ։ Այս է ամբողջ խնդիրը, այս մարդկանց համար ավելին կարամ ասեմ, երբ որ ամենահետաքրքիրը, երբ որ Իվանիշվիլին բացեց ԱՄՆ դեսպանի հետ իր զրույցը Թբիլիսիում, երբ որ ինքը ասաց, որ մենք ուզում ենք, որ Վրաստանը դառնա ԵՄ անդամ, բայց առանց հակամարտության Ռուսաստանի հետ, իրան ասացին, որ դա մեզ հետաքրքիր չի։ Մեզ հետաքրքիր չի պարզապես, Վրաստանը մեզ հետաքրքիր է որպես հակամարտող կողմ, որպեսզի ինքը սանկցիաները կիրառի Ռուսաստանի դեմ, երբ որ իրանք ասում են, բայց չէ որ մենք 3 միլիոն ենք, մենք չենք կարա։ Ասում են, ոչինչ, ասում են, կարաք դուք անտառներում դիմադրեք, մի քանի օր կդիմադրեք, կարևորը որ մենք դեզանից քարոզչական էֆեկտ ստանանք, որ այդ քարոզչական էֆեկտը Ռուսաստանի դեմ օգտագործենք։ Դուք հասկանում եք ում մասին է խոսքը։ Դա էս արևմուտքն է, որը մեզ դարերով խաբել է։
Այն արևմուտքն որ Ստան Ստեֆանոյի համաձայնագիրը մենք ստացանք որ կարողանանք բանը արևմտյան Հայաստանում բան ունենք, իրանք ամեն ինչ արեցին որ Բերլինում այդ սա վիժեսվեր այդ ամենը վերախմբագրվեր եւ մենք ստիպված մենք կորցրեցինք այդ տարածքը շատ հեռու գնացեք, այս արևմուտքն է որ ծախեց մեր Արցախը։ Ես չեմ ասում որ ինքը անընդհատ իր բոլոր փուլերում խափել է, ինչի է խափել։ Ոչ թե հատուկ է խափել ինքը, պարզապես ինքը չունի հնարավորություն գետնի վրա մեզ աջակցելու, քանի որ չունի, քանի որ մենք էլ շատ ենք հրապուրվում, մեր են քաղաքենի զանգվածը, որը ապրում է, ասենք, այդ քաղաքենիական արժեքներով, իր համար ասենք այդ, չգիտեմ, բրենդավորված բաները կարևոր են, եւ իրանց ինքը մարդը, ինքը նույնիսկ անասնական ինստինկտն է կորցնում, իր անվտանգության բնազդը կորցնում է, դրա վրա օգտագործում է, քանի որ մարդը պատրաստ է ծաղ բանը դառնալ մանրադրամ։ Իրանք էլ ասում, քանի որ դուք պատրաստ եք, մենք ձեզ կարանք մանրադրամ սարքենք։ Դա է խնդիրը։ Այդ մանրադրամը սարքելով ողբերգության մեջ աբել ուկրաինական ժողովրդին։ Հիմա մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը չմտնի։ Մենք արդեն կորցրեցինք 5000 երեխա, մենք արդեն կորցրել ենք Արցախը։ Մենք չենք ուզում նոր կորուստներ ունենանք։ Մենք չենք ուզում, որ մենք նոր պատերազմների մեջ մտնենք։ Սա է խնդիրը, որովհետեւ մենք նոր պատերազմի մեջ չմտնենք, մեզ պետքա ոչ թե Էրդողանի բարեհամբույր վիճակը կամ մենք հավատանք իրան, որ ինքը մեզ չի երկրորդ անգամ չի ցեղասպանի։ Եթե շանս ունենա 5 րոպեում դա կանի, որովհետեւ դա է իրականությունը։ Իսկ իրականությունը հետևյալն է, եթե մենք ուզում ենք որ ցեղասպանվենք, եթե մենք ուզում ենք որ մեր տարածքում ապրեն մեր երեխաները Երևանում ապրեն, Հայաստանում ապրեն, մենք պետք է կարողանանք բալանսավորված քաղաքականություն տանենք, որպեսզի մենք կարողանանք ուժ ունենանք, որպեսզի այդ մարդիկ տեսնեն, որ մենք ուժ ունենք։ Ինչի Միացյալ Նահանգները չի հարձակում Ռուսաստանի վրա, որտեղ գիտի որ եթե Ռուսաստանի վրա հարձակվեց, պատասխան կստանա։ Նույնը Ռուսաստանը ինչի չի հարձակում Ամերիկայի վրա, որտեղ երկուսն ունեն ատոմային զենք իրար բալանսավորում են։ Ինչի Թուրքիան չի հարձակում Հայաստանի, որտեղ ունի բալանս, Ռուսաստանի հետ բալանս կա, պայմանավորություն կա։ Եթե Ռուսաստանը չլներ, Հայաստանը չէր լինի ավտոմատ։ Դա շատ པարզ խնդիր է։ Կներեք, մենակ աղբակ պետք է անես, որ դու չհասկանաս այս տարական խնդիրները։ Այս գետնի վրա կա Ռուսաստան, կա Իրան։ Դա գետնի վրա այդ երկրներն են, որ բալանսավորում են։ Չնի Իրանը, չնի Ռուսաստանը, դու ինչքան էլ ուզում ես քծնանքով վերաբերում ես Էրդողանի ոտքերի տակ մտ, ինքը քեզ կապ չունի, քեզ չի ներելու, որտեղ ինքը դու իրան պետք չես։ Ոչ թե դու իրան լավ չես շողոքորտում, լավ չես քծնում իրան, պարզապես դու իրան պետք չես։ Այդ տարածքն է իրան պետք։ Հիմա տարածքը քեզ չի կարող վերցնի ոչ թե այն բանի պատճառով, որ դու բան ես, որտեղ կա բալանս։ Պարզապես դու պետք է կարողանաս ողջամիտ իշխանություն ունենաս, որ այդ ողջամիտ իշխանությունը ոչ ավանտյուրայի մեջ մտնի, որ ասի գնամ պատերազմի մեջ մտնեմ, ոչ էլ գնա քծնանքով ապրի Էրդողանին ասի գիտեք ինչ Էրդողան ջան, արի ալի վրա ճնշի, որ կարողանա ինձ մի քիչ ծեծի։ Սա է ամբողջ խնդիրը, Անժելա ջան։ Այս խնդիրը պետք է մենք լուծենք, բայց այս խնդիրը արդեն մեր 70% ժողովուրդը արդեն հասկացել է։ Արդեն հասկացել է, իրանք սպասում են արդեն, այսպես ասած, իրանք պատրաստ են տալ մանդատ քաղաքական, որ այդ խնդիրը լուծվի գալիք ընտրությունների ժամանակ։ Մենք պետք է պատրաստվենք, մենք բոլորս պետք է ազգովի, բոլոր ամենը շարքային քաղաքացին իր տեղը, լրագրողը իր տեղը, քաղաքական գործիչի իր տեղը, բոլորը պետք է պատրաստեն, որպեսզի այդ խնդիրը լուծեն, որտեղ դա մեր լինել չլինելու խնդիրն է, Անժելա, ուրիշ բան չեմ կարող ասել։ Եվ որ ասում եմ ոնց բացատրենք ժողովրդին։ Շնորհակալություն։